Նոյեմբերի 2-ին ժամը 19:50 Նինոց Մինդայում գրանցվեց երկրաշարժ, որը բավականին ուժեղ էր։ Այսպիսի երկրաշարժեր մեր տարածաշրջանում գրանցվում են հաճախակի։ Թեմայի հետքերով եղանք սեյսմիկ կայանում եւ տեղում հարցազրույց ունեցանք վերջինիս աշխատակցի հետ, ով մանրամասն ներկայացրեց կայանի աշխատանքային պրոցեսի մասին։ Կապը մակտիկում կապն է, եթե Թբիլիսի սեյսմիկ մոնիտորինգ կենտրոն մեկնեն, ասենք, մեր տվյալները, այսինքն ոչ թե մեր տվյալները, Վրաստան գտնվող ցանկացած սեյսմիկ կայանների տվյալները, այնտեղ էկրանի վրա ցույց է տալիս ավտոմատացված։ Դից մենք ուղարկում ենք ավտոմատացված սեյսմիկ մոնիտորինգ կենտրոն։ Սեյսմոգրաֆն է, որը տեղադրած է մայրապարի վրա, մայրապարից անմիջապես ֆիքսում է ցնցումները։ Իսկ սա արդեն համակարգիչն է, համակարգիչը միացված է էլեկտրական բատարեյով, ասենք զիգոր արդեն հոսանքորչերն է, արդեն անմիջապես միանակ ակումուլյատորը։ Չնայած ավերվածություններ համարյա թե չեն գրանցվում, բայց այնուամենայնիվ պետք է ուշադիր լինել շենք շինություններ կառուցելու հարցում ու իմանալ նաև երկրաշարժի ընթացքում սահմանված կանոնները։ Հայաստան-Վրաստան սահմանից 6 կիլոմետր հեռավորության վրա օջախի 15 կիլոմետր խորությունով տեղի է ունեցել 4.7 մագնիտուդ ուժգնությունով երկրաշարժ։ Երկրաշարժերը հիմնականում տեղի են ունենում օջախի 15 կիլոմետր խորությունով տարբեր տեսակի ապարներ կա, սալիկներ կա։ Սալիկների ապարների տեղաշարժով տեղի է ունենում երկրաշարժ։ Մեր Ջավախ լեռնաշխարհը հանդիսանում է 8 բալանոց երկրաշարժային գոտի։ Առայժմ չկա, վթարային բան չկա։ Բայց ես քաղաքապետարանին կամ պետական իշխանություններին կոչ կենեմ, քանի որ զարգացած է շինարարությունը, ուշադրություն դարձնեն շենք շինություններին, համապատասխանեն սեյսմիկ պահանջներին համապատասխան։ Բնակիչներից շատերն են զգացել ցնցումները, բայց կան նաև այնպիսիք, ովքեր չեն զգացել։ Չնայած մեր փոքրիկ քաղաքում շատ քիչ են բազմահարկ շենքերը, բայց այնուամենայնիվ փորձեցինք լսել նրանցում բնակվողների տեսանկյունը, վախենում են արդյոք, թե ոչ։ Նինոց Մինդայի մունիցիպալիտետում հաճախակի են լինում երկրաշարժեր, սակայն վերջին ժամանակներում կարծես թե քչացել են։ Երեկվա երկրաշարժը ճիշտն ասած մենք չենք նկատել։ Ճիշտ է, ապրում եմ երկհարկանի շենքում ու կարող եմ ասել, որ միշտ նկատում ենք, բայց այս անգամ չգիտես ինչի չնկատեցինք։ Ինձ թվում է, որ քիչ էր մագնիտուդը, դրա համար չենք նկատել։ Երևի հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ապրում ենք լեռնային գոտում, երկրաշարժերը մարդկանց մոտ վախ չեն առաջացնում, քանի որ չեն լինում ավերվածություններ ու չնայած իմ տեղեկացա, որ 4.7 մագնիտուդով երկրաշարժեր եղել, բայց մենք չենք զգացել ու չենք վախեցել, հուսանք, որ մարդկանց մոտ այն վախ չի առաջացնում եւ մարդիկ կապրեն իրենց բնականon կյանքով։ Ջավախքը լեռնային գոտի է ու այստեղ երկրաշարժեր բազմից են գրանցվում։ Պետք չէ վախենալ ու խուճապի մատնվել, քանի որ բնական երևույթ է ու ծանոթ է բոլորիս։